Եսը վերջացրենք կուտան։ 5 րոպե տևողությամբ տեսանյութը պարեկների ու քաղաքացու մասնակցությամբ ծայրից ծայր հայոյանք է։ Այն տեսագրել է պարեկին ամրացված նկարահանող սարքը։ Ուշագրավ է, որ պարեկներն իրենք են նկարահանածը տրամադրել իրավապահներին, ապացուցելու իրենց արդար լինելը ճիշտ աշխատելը։ Եվ հենց իրենք տեսանյութերը ուղարկել են եւ բողոքող կողմին եւ նաեւ դատարանին, այսինքն այս տեսանյութերը նույնիսկ մենք չենք ուզել։ Ու այստեղից նաև հետևություն, որ պարեկային ծառայությունում անկրակից են ոչ միայն սովորական, այսպես ասած, փողոցի պարեկները, նաև իրանց վերադասերը, որ առանց նույնիսկ տեսանյութը նայելու իրենք ուղարկել էին դատարան եւ նաև բողոքող կողմին։ Ամրագոտի չի։ Ամրագոտին որ մոտեցար ես հանեցի։ Տեսանյութում երևում է, որ տաքսու վարորդին պարեկները կանգնեցնում են ղեկին ծխելու համար, հետո իրազեկում են, որ նաև ամրագոտի չկապելու ակտ է նախապատրաստվում։ Տաքսու վարորդը հրաժարվում է դրանք ստորագրել, հետո յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով։ Վարորդի հեռանալուն պես արդեն ծառայողական մեքենայում պարեկները շարունակում են հայոյել վարորդի հասցեին, շեշտելով, թե պահվածքը բնականon է, գյումրեցիների, շիրակցիների վարքագիծն է։ Խտրական պահվածքի ընթացքում մոռանալով թերևս, որ հենց իրենք էլ շիրակցի են։ Սասած մեջ մարդ յոկեգան հիվանդ կինես։ Ավելի ինքնաբավ լինելու համար էլ մեկը մյուսին խոստանում է, թե տաքսու բոլոր վարորդների համար օրը հեշտ չի անցնելու։ Օրենքի մարդկանց զրույցը հրապարակման ենթակա չէ, ելնելով եթերային էթիկայից։ Մասնագետները փաստում են, պարեկային ծառայության ինստիտուտը Հայաստանում ձախողված է։ Այսինքն այս ամեն ինչը կարող է չլինել, եթե գոնե այսպես ասած, իրենց վերևներում նստած լինեին կոմպետենտ գիտակից եւ պրոֆեսիոնալներ, որոնք ի սկզբանե կկանխեին նմանատիպ խայդառակ երևույթները։ Հավալիորեն մենք ունենք մի իրավիճակ, որտեղ ոստիկանություն ծառայելու նպատակ են այսպես դնում իրենց առաջ նաեւ մարդիկ, ովքեր ինքնահաստատվելու կարիք ունեն, ում կրթական ցենզը, տարբեր այլ առումներով ցենզերը չեն համապատասխանում։ Այս օրինակ դեպքերը քիչ չեն, բայց մասնագետներն ասում են, փորձը ցույց է տալիս, որ անպատիժ մնալը այդ վարքագիծն ավելի է խրախուսում։ Անքննելի է, որ բազմաթիվ դեպքերով անգամ նոր պարեկների հետ կապված, որտեղ կան խոշտանգումների անհամաչափ ուշ կիրառելու հետ կապված թմրանյութի վաճառքի դեպքեր կան, գողության դեպքեր կան, այսպիսի պահվածքի անհամաչափ անտրամաբանական, անմարդկային առանձին դեպքերում պահվածքի խնդիր կա։ Միանշանակ որևէ ակնկալի կես չունեմ, ճիշտ է, հասարակական հնչեղությունը չափազանց շատ է, գուցե ձևական ինչ-որ բան անեն, բայց արդյունքում որևէ տեղաշարժ մենք պարեկային ծառայությունում չենք ունենա։ Ինչ ելք կունենա տաքսու վարորդ պարեկներ այս հակամարտության դատական վեճը Երևա առաջիկայում։ Մինչ այդ ոստիկանությունից ասում են, ծառայողական քննություն են սկսել, ու թերևս այդ քննությունը կպարզի հայոյախոս պարեկների ճակատագիրը։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։